Դատարանը 2 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի կալանքը, բարձրաստիճան հոգևորականը ծանր հանցանքների համար է մեղադրվում, նա պնդում է, որ գործը շինծու է, հետապնդվում է Փաշինյանի դեմ ժողովրդական շարժում սկսելու համար։ Մինչ այս պահը չեն փոխվել խափանման միջոցի իրավաչափության պայմանները, ուստի միջնորդում եմ դատարանին Գալստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնել ևս 3 ամիս ժամկետով։ Այս դահլիճից դուրս, մեր հասարակության շրջանակներում կասկած չի մնացել, որ այս քրեական հետապնդումը ապօրինի է, հիմնված է կեղծ ապացույցների վրա, չի հետապնդում քրեադատավարական նպատակ։ Շարժառիթը եղել է ինչպես քաղաքական գործընթացներից, ըստ աղբիս մեկուսացումը, այնպես էլ շարժառիթը եղել է Հարակելական եկեղեցու ներսում կշիռ ունեցող հոգևորականի մեկուսացումը, որպեսզի դյուրին դարձվի այս արշավը եկեղեցու նկատմամբ։ Պետք է նշեմ, որ առկա է հավանականություն եւ ոչ նվազ հավանականություն, որ առաջիկայում ու ոչ հեռավոր ապագայում Հայաստանի Հանրապետությունում հարուցվելու է քրեական վարույթ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով, որտեղ բոլոր են պաշտոնատար անձինք, ովքեր մասնակից են դարձել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ այս ոտնձգություններին, առանձնատուկ դերակատարություն պետք է ունենա։ Այսօրվա մեր արտարդարությունը իրականացվում է քաղաքական պրոթեզների հետ։ Քանի որ հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են, ես համոզված եմ, որ Բագրատ Սրբազանը, ես եւ Իգոր Սարգսյանը պետք է մնան կալանքի մեջ։ Ես ոչ ընդունելու եմ բնային կալանք, բացարձակ, ոչ, ինչ էիք ասում, էլեկտրոնային սարք, դնչկապը, ոտնակապը եւ այլն, բացարձակ, ոչ դա, այն մյուսն չի, հա, եւ մեկ էլ երկրից բացակայելու արգենք, որ ամենավիրավորականը, ուրիշ բան չեմ ասում, բացարձակ դրանցից ոչ մեկն էլ, ոչ էլ մտածեք փոփոխելու մասին անկեղծ, այսինքն չեք էլ մտածել, բայց մի էլ մտածեք, եթե հանկարծ մի պահ կլինի, միակ տարբերակ են, եթե այստեղից ազատ կգնանք, որտեղ որ կգնանք, եթե ոչ, դա էլ ազատություն չի, նորից եմ ասում, դա պարզապես պայմանների, այսպես կոչված փոփոխություն է։ Բանադրանքային խափան միջոցները նախորդի արձանագրված չեն կարող, իզորո չեն ապահովել մեղադրյալի վարչաչօրինական վարքագիծը եւ 2 ամիս ժամկետով, այսինքն մինչեւ 2026 թվականի ապրիլի 25-ը կերկարաձգվի։